Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի հերթական դրվագն իսկական հոգեբանական լաբիրինթոս էր, որտեղ ամեն մի լռություն ավելի խոսուն էր, քան հնչած բառերը, իսկ սերն ու նվիրվածությունը սկսեցին կոտրել անգամ ամենակարծր սառույցները։ Այսօր մենք ականատես եղանք և ընտանեկան ծանրագույն բախումների և անսպասելի կերպարային փոփոխությունների, որոնք լիովին նոր շունչ են հաղորդում մեր սիրելի պատմությանը։ Եկեք միասին վերլուծենք այս հուզիչ զարգացումները։ Ամեն ինչ սկսվում է մակունցների տանը ծավալված ծանր ու ճնշող խոսակցությամբ։ Լեան, ում համբերության բաժակը վերջնականապես լցվել է, կանգնում է ծնողների, ինչպես նաև Գրիշոյի ու Մանանի առաջ և պահանջում բացատրություն։ Նրա կանացի ու սիրող ինտուիցիան հուշում է, որ այս համատարած ատելության տակ թաքնված է մի շատ մութ ու սարսափելի գաղտնիք, որի պատճառով արգելվում է իր և Լեոյի միությունը։ Լեան պահանջում է ասել ճշմարտությունը, սակայն բախվում է անթափանցելի, համառ լռության պատին։ Իննան շարունակում է իր հանցավոր լռությունը, հերթական անգամ դավաճանելով դստեր վստահությունը, իսկ Հունանը ցուցաբերում է իրեն բնորոշ կույր ագրեսիան։ Բայց այստեղ մենք նկատում ենք մի շատ կարևոր և դրական տեղաշարժ Գրիշոյի կերպարում։ Թվում է, թե սերը Մանանի հանդեպ մաքրել է նրա հոգին։ Գրիշոն, ով նախկինում հոր կույր կամակատարն էր, այժմ ըմբռնումով է մոտենում քրոջ զգացմունքներին։ Նա նույնիսկ փորձում է առանձին խոսել Հունանի հետ ու համոզել, որ թույլ տա Լեային ու Լեոյին միասին լինել։ Բայց Հունանն անդրդվելի է և կոպտորեն փակում է թեման, ասելով, որ պարզապես չի ցանկանում և վերջ։ Լեան խորապես հիասթափված ու կոտրված այս անարդարությունից հայտնվում է ծանր հոգեվիճակում, և հենց այս պահին ճակատագիրը նրան ուղարկում է գաղտնիքի բանալիներից մեկը։ Նրան զանգահարում է Նարեն և հնչեցնում մի հարց, որը գլխի վայր է շրջում Լեայի պատկերացումները։ Նարեն հարցնում է. արդյոք նա գիտեր, որ Ավոն Լեոյի հարազատ հորեղբայրն է։ Լեան սկզբում քարանում է, չի հավատում լսածին, իսկ հետո ենթարկվում է իսկական հոգեբանական շոկի։ Փազլը սկսում է հավաքվել նրա գլխում, չէ՞ որ Ավոն է Սարգսյան։ Լեան դեռ չի հասկանում ողջ արյունոտ ճշմարտությունը։ Չի հասկանում, թե ինչու են բոլորը լռում այս մասին, բայց նա վերջնականապես համոզվում է. այստեղ կա մի ահռելի, կործանարար գաղտնիք, և ինքը պարտավոր է այն բացահայտել ցանկացած գնով։ Իսկ մինչ Լեան փնտրում է ճշմարտությունը, Գրիշոն ապացուցում է, որ իր սերը Մանանի հանդեպ անկեղծ է և զերծ է էգոիզմից։ Նա կատարում է իսկական տղամարդկային և հասուն քայլ։ Գիտակցելով, որ իր սիրելի կնոջ երջանկությունը կիսատ կլինի առանց հարազատների օրհնության, Գրիշոն անձամբ գնում է Դավիթ պապիկի տուն։ Անտեսելով ընտանիքների միջև եղած թշնամանքը, նա հարգանքով հանձնում է հարսանիքի հրավիրատոմսն ու ասում, որ ցանկանում է ամեն բան անել Մանանի երջանկության համար։ Գրիշոն նշում է, որ իր կողմից ճիշտը հրավիրելն էր, իսկ գալ-չգալու որոշումը թողնում է նրանց խղճին։ Սա այն քայլն էր, որը չէր կարող աննկատ մնալ անգամ ամենակարծր սրտի կողմից։ Եվ ահա գալիս է երկար սպասված հարսանիքի օրը։ Եկեղեցում տիրում է լարված սպասում, բոլորի հայացքներն ուղղված են դեպի մուտքը, և ի զարմանս բոլորի տեղի է ունենում իսկական հրաշք։ Դավիթ պապիկը հայտնվում է եկեղեցում, ներկա գտնվելու իր թոռնուհու պսակադրությանը։ Տեսնելով պապիկին, Մանանը չի կարողանում զսպել արցունքներն ու անսահման հուզմունքը։ Սա ընտանեկան սիրո հաղթանակն էր ատելության նկատմամբ։ Սակայն մենք, որպես ուշադիր հեռուստադիտողներ, պետք է հասկանանք. բնավ չի նշանակում հաշտություն Հունանի հետ։ Սա պարզապես նվիրվածություն է սեփական Արյանն ու թոռնուհուն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Նարեի բացահայտումից հետո ինչ քայլերի կդիմի Լեան վերջնական ճշմարտությունը կորզելու համար։ Արդյոք նա ուղիղ կգնա Ավոյի մոտ։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։